Հովհաննիսյան, այսօր Հովանավոնքում պատարագ է մատուցում կարգալույց եղած քահանան, որպես աստվածաբան, կարող եք մեկնաբանել սա, ինչպես Ես կարծում եմ, որ սա նույնիսկ մեկնաբանության կարիք չունի, որովհետև նույնիսկ եթե դու աստվածաբան չես, նույնիսկ եթե կարդում ես զուտ որպես գիտակից մարդ Մայրաթորի հայտարարությունը, որ կարգալույց եղած հոգևորականը իրավունք չունի որևէ ծիսակատարություն, որևէ խորհուրդ կատարելու, դա կլինի պսակի խորհուրդ, դա կլինի մկրտության խորհուրդ, դա կլինի պատարագի խորհուրդ, դա կլինի ուղղակի որևէ կարգ քրիստոնեական, դա կլինի թաղում, նրա արած որևէ կարգ, որևէ խորհուրդ վավեր չէ հայ եկեղեցու կողմից։ Իսկ դրա մասնակիցներն անիծվում են այդպիսի կարծիք է հնչվում։ Անեծքի տակ ընկնում են կամ մասնակիցները չեն անիծվում, ոչ էլ անեծքի տակ են ընկնում, ուղղակի հաղորդություն են չէ ստանում իրենց։ այո, հաղորդություն են ստանում, որը որ օրինակ չգիտեմ, իրենցից յուրաքանչյուր մեկը կարող է դա տալ, եթե այդպես է, եթե այդպես վերցնենք, որովհետև եթե դու օծնում ես եկեղեցու քահանա, Մայրաթորի իշխանությունը, եկեղեցու իշխանությունը տրված է քեզ գործելու որպես հոգևորական, այդ նույն իշխանությունը վերցվում է քեզանից, որովհետև դու այլևս իրավունք չունես քահանայագործելու, հետևաբար որևէ մեկը իրավունք չունի կարգալույց լինելուց հետո որևէ ծիսական արարողություն անելու։ հետևել եք կադրերը, տեսել եք Հովաննավանքում ինչա կատարվում։ Այո, սկզբից մտածում էի, թե որևէ բան գրել դրա մասին, բայց իրականում լացս եկավ։ Իրականում, այո, ինքը մենակ չէր այնտեղ, ինքը իր հետ էին նաև մարդիկ, ովքեր որ էլի դուրս են Մայրաթորից, սարկավակներ, սարկավակ կար ընդեղ ես տեսա, որը որ համացանցում հայտնի է իր հայոյախոսությամբ, կողքը կանգնած էր։ Այսինքն ես մի անգամ մի առիթով ես վերջերս գրել էի սոցիալական էջերից մեկում իմ, Facebook-ում ավելի ճիշտ, որ իրենց մատուցած պատարագից հետո այդ խորանը պետք է 7 օր գինով եւ մեռոնով լվացվի, որովհետեւ դա սրբապղծություն է։ Ինչ են փորձում անել եկեղեցու ներսում այլ եկեղեցու հիմնել առանձնանալ Մայրաթորից, ինչ են անում Հովանավանքում։ Հովանավանքում այս պահին կատարվում է մի բան, որը որ հայ եկեղեցում երկար ժամանակ նմանատիպ բան չի եղել։ Այսինքն փորձում են հակաթոռ ինչ-որ մի բան ստեղծել, բայց ինչպես որ մի անգամ Հովանավանքի այսօրվա հոգևորականներից նշանակված Տեր Մանուկը ասեց, եթե նույնիսկ վեհապառին բանտարկեն, բանտը կլինի վեհարան։ Սա միանշանակ է, բայց կարծում եմ, որ հայ եկեղեցին դարեր շարունակ գոյատևել է եւ նմանատիպ փոթորիկներ, նմանատիպ քամիներ հայ եկեղեցու գլխով վաղուց անցել են եւ իրենց, այսպես ասած, խոփը քարին է հանդիպել։ Մայրաթորը այն վեմն է, որին որ կպնում ու փշրվում են։ Պարոն Հովհաննիսյան, այս վիճակը համեմատում են Ուկրաինայում տարիներ առաջ սկսված եւ գրեթե ավարտին հասցված վիճակի հետ, ուղղափառ եկեղեցին կիսում են, բաժանում են, Հայաստանում մեկնարկած նույն հանգուցալուծման համար է արվում հիմա։ Տեսեք, մենք վրացական հեղափոխության ժամանակ տեսանք, որ փորձեցին եկեղեցին ճնշել, բայց քանի որ Իլիա պատրիարքը շատ հզոր էր, չկարողացան։ Մենք տեսանք ուկրաինական եկեղեցին փորձում են ճնշել, նույն Զելենսկին փորձում է ճնշել ուկրաինական եկեղեցին։ Մենք տեսանք հոգևորականների քաշքշոց, հոգևորականների բանտարկություններ եւ այլն եւ այլն։ Մենք նույնը տեսանք Մոլդովայում ամիսներ առաջ։ Մենք այսօր նույնը տեսնում ենք Հայաստանում։ Չնայած որ Հայաստանում այն սկսվել է դեռ 2018 թվականից, այսպես ասած, նոր Հայաստան, նոր Հայրապետ շարժումից։ Եվ սա բնականաբար ճնշումներ է հայ եկեղեցու դեմ եւ ուղղորդված ճնշումներ են, ես կասեի, որ օրինակ, երբ որ հիմա ասեմ, օրինակ, երբ որ մենք մայիսի 27-ին, որքան հիշում եմ, այս տարվա մայիսի 27-ին Փաշազադեն արեց հայտարարություն եւ անմիջապես մայիսի 28-ին եղավ եկեղեցին Չուլաններ արտահայտությունը։
Եվ դրանից հետո սկսվեց այս ամեն ինչը։ Իդեպ մայիսի 27-ին նաև Գաղափար Հայրապետի ելույթն էր Բեռնում, որտեղ նա խոսում էր արցախահայերի վերադարձի իրավունքնապես, արցախցիների իրավունքների մասին։ Տեսեք, Գաղափարը բոլոր տեղերում է խոսում։ Արցախի մասին, արցախցիների մասին, գրեթե բոլոր տեղերում խոսվում է այս ամեն ինչը։ Դրա համար իրենք մի տեսակ չեն համակերպվում այս ամենի հետ։ Այսինքն, եթե Փաշազադեն անում է արտահայտություն, որ հայ եկեղեցին սպառնալիք է տարածաշրջանի համար, դրանից անմիջապես հետո սկսվում է այս ամեն ինչը։ Հետևաբար ես որպես քրիստոնյա եկեղեցու զավակ իրավունք ունեմ նմանատիպ կարծիք կազմելու, որ սա ուղղորդված է նույն ադրբեջանական եւ թուրքական ուժերի կողմից։ Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ նորից անդրադառնանք Հովաննավանքում տեղ ունեցողին, եթե տեսել եք կադրերը Նիկոլ Փաշինյանին գալուց անմիջապես ուղեկցում է Պաշտպանության նախարար Սուրեն Պաբիգյանը, ըստ որոշ վերլուծաբանների այդտեղ ուղիղ մեսիջ կա Գնդերեցների ինստիտուտին, դուք որևէ բան կասեք այս իմաստով, օրինակ հաշվի առնելով, որ Գաղափարին դուք ինքներդ գիտեք ինչպես են դիմում եւ նրա օծած քահանաներն այսօր ծառայության են նաեւ մեր զորամասերում որպես գնդերեցներ, ինչ զարգացումների սպասել եք ձեզ։ Ես այս իշխանություններից սպասում եմ բոլոր տեսակի զարգացումներ։ Եթե այսօր ուղիղ ազատ խոսքի համար 2 տարի անիմաստ 2 տարի կալանավորվում է Միքայել Սրբազանը, եթե այսօր չափածուցված մի կտրտած եւ մոնտաժ արած զայնագրության համար դատվում է Բագրատ Սրբազանը եւ իր հետի 17 արդարները, եթե այսօր քահանաները քննչական կոմիտեի կողմից Կիրակի օրով կանչվում են հարցաքննության, ես ամեն ինչ սպասում եմ։ Եթե այսօր կալանավորված է Մկրտիչ Սրբազանը 2 ամսով, եթե կալանավորված է Տեր Գարեգինը 2 ամսով, գնդերեցների պարագան կարծում եմ բոլորին ակնհայտ է, որ կարող է լինել նաև այդ։ Եվ պարոն Հովհաննիսյան, Հովաննավանքում ամեն դեպքում մարդաշատ է, ճիշտ է, խոսում են, որ որոշակի ռեսուրսների կիրառմամբ մարդիկ հավաքվել են, ձեր կարծիքով ենթադրենք այսօր այդպես է, հաջորդ կիրակի նորից այդպես է լինելու, հաջորդ չի լինելու։ Ինչու՞։ Որովհետև այն ինչ կատարվում է այսօր Հովաննավանքում, այն ինչ կատարվում է այսօր եկեղեցու շուրջ, սա մեկ մարդու կամք է եւ զուտ ձևական բնույթ է կրում։ Այնտեղ հավաքված քաղաքացիներից մեկն ասացին, որ այնտեղ մնալու են եւ վաղը գալու են դեպի Մայրաթոր։ Սա կարծես արտահոսք էր։ Բարով գան։ Աստված իրենց հետ, Աստված իրենց այնքան խելք ու միտք տա, որ որևէ սպառնալի ոտնձգություն չլինի Մայրաթորի հանդեպ, որովհետեւ Մայրաթորը մեր սրբության սրբոցն է։ Եվ այն մարդիկ, ովքեր որ այսօր հավաքված են, թե վարչական ռեսուրսի կիրառում, թե մնացած է իմ կարծիքով, այսօր այնտեղ են, ես տեսա Դիլիջանի քաղաքապետը, ես այնտեղ տեսա պաշտոնյաների, ովքեր որ ոչ հաճախ կտեսնես եկեղեցում, այսինքն այսօր նրանք այնտեղ էին ուղղակի մեկ մարդու դուր գալու համար։ Հաջորդ կիրակի, որ այդ մարդը չեղավ Հովաննավանքում, այնտեղ մարդ չի լինելու։ Այդ մարդն ասում է, որ սկսում է մեկնարկը Մայրաթորի դեմ։ Ինչ ասեմ, չեմ կարող որևէ մեկնություն անել իր խոսքերին։ Շնորհակալություն։ Սիրով։